Ժողովուրդ օրաթերթը գրում է. անկախ դիտորդ Դաշինքը եւ Դանիել Իոնիսյանը վարչական դատարան են դիմել, պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլի» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին ենթադրյալ օրենսդրական խախտումների համար։ Հայցերից մեկը վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին տրամադրված դրամաշնորհներին։ Դատարանը հարցը ընդունել է վարույթ, իսկ նախնական նիստը նշանակվել է նոյեմբերի 2-ին։ Աննա Հակոբյանը մեղադրանքները հերքում է եւ հայտարարել է հակադարձ իրավական քայլերի մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կառավարությունը քննարկում է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցման ծրագիրը, համագործակցելով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ 2026-ից 2029 թվականներին նախատեսվող նախագիծը ներառում է դպրոց, մանկապարտեզ եւ ցերեկային կենտրոն։ Ծրագրի հիմնական ֆինանսավորումը եւ կառավարումը կիրականացվի կազմակերպության կողմից, իսկ պետությունը կմասնակցի համաֆինանսավորմամբ։ Կազմակերպությունը հայկական սփյուռքի ավետարանական բողոքական ուղղվածությամբ ունեցող բարեգործական կառույց է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում եւ զբաղվում է կրթական, սոցիալական, մարդասիրական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում եւ Սփյուռքում։ Այն ֆինանսավորվում է հիմնականում սփյուռքահայ անհատ դոնորների, եկեղեցական համայնքների նվիրատվությունների եւ բարեգործական հանգանակությունների միջոցով։ Նախաձեռնությունը հանրային քննարկումների առիթ է դարձել կապված կրթական համակարգում կրոնական ուղղվածություն ունեցող կառույցների ներգրավվածության հետ։ Հրապարակ թերթը գրում է. պաշտպանական գերատեսչությունը, որ պարտադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախել այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին։ Նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումը ուշացումով կլինի, իսկ մինչ գումարը փոխանցել է զինվորական գույքները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիները ավելի են մտահոգված։ Հրապարակ թերթը գրում է. Իջևանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր Արտակի որդին, այժմ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։ Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում եւ մի գյուղում տեսանյութերից մեկում հենց նրան են գյուղացիներից մեկը ասում, ներողություն խնդրելով չի լինի դրանով ձեր արածների հետևանքները չեք մաքրի։ Հրապարակ թերթը գրում է. այսօր մեկնարկում են գործող ազգային ժողովի վերջին հերթական նիստերը։ Թեև խորհրդարանը կարող է դեռ արտահերթ նիստեր անցկացնել, պատգամավորների մեծ մասի համար այս փաստացի վերջին աշխատանքային շրջանն է համարվում։ Նոր խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին, սակայն ժամկետը կարող է փոխվել, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները քննվեն Սահմանադրական դատարանում։ Փաստորաթերթը գրում է, որ նախընտրական հավաստիացումները գյուղացուն աջակցելու մասին հերթական անգամ չեն իրականանում։ Թերթի փոխանցմամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ լոգիստիկան թանկ է, աշխարհագրական հեռավորությունը մեծ եւ եվրոպական շուկան անհարմար է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում որոշ դեպքերում հայկական միրգը եւ բանջարեղենը վաճառվում են 2-ից 3 անգամ ավելի էժան, քան Ռուսաստանում։ Փաստի տեղեկություններով խոշոր տնտեսություններում կուտակված բերքը չիրացվելու պատճառով փչանում է։ Շուտով մեկնարկում է ծիրանի եւ այլ մրգերի սեզոնը եւ թերթը հարցադրում է անում, ինչ լուծումներ է առաջարկվելու։